Բարև ձեզ, շանթիեթերը շարունակում է հորիզոնը։ Պաշտոնական այցով Հայաստանում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելտկամպը։ Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպում նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա ընդլայնված կազմով, որից հետո նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Սա մեր հարաբերությունների զարգացման ճանապարհին պարզապես հերթական այց չէ։ Այսօր մենք թևակողում ենք գործընկերության նոր փուլ, որը քիչ առաջ արձանագրեցինք Հայաստանի եւ Նիդերլանդների թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել արտաքին քաղաքական թեմաների լուսաբանման հարցում առաջատար Վիոն լրատվամիջոցին։ Ի դեպ, հարցազրույցն ամբողջությամբ ցուցադրվել է հնդկական լրատվամիջոցի եթերում։ Խոսելով Հայաստանի եւ Հնդկաստանի միջև հարաբերությունների մասին նախարարը ընդգծել է, որ դրանք ունեն դարերի պատմություն, հիշատակել է բազմաթիվ պատմական փաստեր, օրինակ, որ առաջին հայկական պարբերականը լույս է տեսել Հնդկաստանում, Մադրասում։ Հնդկաստանը եղել է առաջին պետություններից մեկը, որը ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը 1991 թվականին, իսկ դրանից ընդամենը 4 տարի անց ստորագրվել է երկու պետությունների միջև բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագիրը։ Այդ ժամանակվանից ի վեր քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացել է, իսկ վերջին 3-4 տարիներին հարաբերությունների զգալի բարելավում է գրանցվել, հատկապես պաշտպանական ոլորտում։ Ակնհայտ է, որ պաշտպանությունն այն ուղղություններից, այն ոլորտներից մեկն է, որտեղ մենք շատ ծերտ համագործակցություն ունենք Հնդկաստանի հետ, եւ ես ենթադրում եմ, որ այս համագործակցությունը շարունակաբար կխորանա։ Բայց ես կցանկանայի նշել, որ այս համագործակցությունը եւ մասնավորապես Հնդկաստանում արտադրված որոշ հատուկ սարքավորումների ձեռքբերումը Հայաստանի կողմից ուղղված չէ որևէ այլ երրորդ կողմի դեմ։ Դուք հավանաբար տեղյակ եք, որ Հայաստանն ունի խաղաղության օրակարգ, մենք ներգրավված ենք խաղաղության բանակցություններում մեր արևելյան հարևանի հետ։ Այսպիսով մենք գտնվում ենք մեր պաշտպանական ոլորտը, մեր բանակը բարեփոխելու, արդիականացնելու գործընթացում եւ այստեղ հնդկական փորձը, ինչպես նաեւ Հնդկաստանում արտադրված սարքավորումները մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում։ Հապա Միրզոյանը պատասխանել է լոգիստիկ ուղիների մասին հարցին, անդրադարձել խաղաղության խաչմերուկ ծրագրին, որը նախ եւ առաջ նախատեսում է Հարավային Կովկասի բոլոր տրանսպորտային եւ տարանցիկ ենթակառուցվածքների ապաշրջափակում։ Ծրագիրն իրականացնելու համար Հայաստանը առաջներտին կենտրոնանում է մեր հարևանների, ներառյալ Ադրբեջանի հետ բանակցությունների վրա, միաժամանակ շարունակում բանակցությունները Թուրքիայի հետ սահմանների բացման եւ մեր երկաթուղային ենթակառուցվածքի վերագործարկման շուրջ։ Խոսելով հարաբերությունների տնտեսական բաղադրիչի մասին նախարարը նշել է, որ այստեղ առկա է մեծ չիրացված ներուժ։ Խոսվել է երկու երկրների միջև ուղիղ չվերթների կազմակերպման կարևորության մասին։ Միրզոյանը խոսել է նաև Հայաստանում մեծ թվով հնդիկ ուսանողների մասին, ովքեր հիմնականում բժշկություն են սովորում։ Հայաստանը շահագրգռված է ընդունել ուսանողներ Հնդկաստանից, բայց կա նաև աշխատանքային միգրացիա Հնդկաստանից։ Այս փորձը տարիներ առաջ չկար։ Նախարարը ընդգծել է, որ Հայաստանի նկատմամբ պահանջարկ կա, սակայն սա այն ոլորտներից է, որը պետք է կարգավորվի։ Կարգավորման նպատակը ոչ միայն այն է, որ սահմանվի, թե որքան աշխատուժ կարող է տեղափոխվել երկրից երկիր, այլև ապահովվի, որ բոլոր աշխատանքային միգրանտների իրավունքները պաշտպանված լինեն։ Մենք պատրաստ ենք ներգրավել աշխատուժ Հնդկաստանից, սակայն այն չափով, որը կարող է համահունչ լինել թե հայկական տնտեսության, թե Հայաստանի աշխատաշուկայի համար։ Հապա անդրադարձ է եղել միջազգային իրադրությանը։ Այս համատեքստում Միրզոյանը շատ բարձր է գնահատել Հայաստանի եւ Հնդկաստանի միջև համագործակցությունը, ընդգծելով, որ երկրները աջակցում են միմյանց տեխնացություններին, շատ հաճախ փոխադարձաբար աջակցում են տարբեր միջազգային հարթակներում միմյանց նախաձեռնություններին։ Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա այստեղ պետք է ասեմ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացմանը։ Եթե մեզ հաջողվի նախ եւ առաջ ավարտին հասցնել պայմանագրի մշակումը, իսկ այնուհետև ստորագրել այն, ապա դա կլինի խաղաղության եւ կայունության ամենաուժեղ հենասյուներից մեկը Հարավային Կովկասում։ Եվ սա գալիս է նաեւ լրացնելու այն մյուս քայլերը, բանակցությունները եւ համաձայնությունները, որոնք մենք արդեն ունենք Ադրբեջանի հետ։ Նախարարը անդրադարձել է նաև Իրանի հետ հարաբերությունների մասին հարցին, խոսել աշխարհաքաղաքական գլոբալ վերադասավորումներից։ Միրզոյանը կրկին ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է խաղաղությամբ ամբողջ աշխարհում, Ուկրաինայում, Սիրիայում, Մերձավոր Արևելքում։ Խաղաղությունը միակ ճանապարհն է, որը թույլ կտա ազգերին շարունակել համագործակցությունը եւ հօգուտ քաղել միմյանցից, ասել է Արարատ Միրզոյանը։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։
Եվրոպական խորհրդարանն այսօր կքննարկի Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը։ Քննարկումը տեղի կունենա Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները խորագրի ներքո։ Այս հարցով նաև Հրատապ Բանաձև է պատրաստվել, որը քվեարկության կդրվի մարտի 13-ին։ Հիշեցնենք, որ այս օրերին Բաքվում ընթանում է հայ գերիների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դատավարությունը։ Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին, կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 24 քրիստոնյա պատանդների, 23 հայերի եւ 1 կրոնափոխ ադրբեջանցի քրիստոնյաների ազատ արձակման համար։ Այս մասին հայտնում է Christian Newswire կայքը։ Իրենց կոչում ստորագրողները վկայակոչում են պահվող անձանց նկատմամբ խոշտանգումների եւ շարունակվող բռնությունների մասին հաղորդումներ են գծելով իրենց համոզմունքը, որ նախագահ Թրամփի ղեկավարությունը եզակի դիրք ունի այս ճգնաժամը լուծելու համար եւ այդ անհրաժեշտ է, որ արագ գործողություններ լինեն, փրկելու քրիստոնյաների կյանքը։ Գլխավոր դատախազությունը դիմել է ազգային ժողովին падգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդագրով։ Միջնորդություններն արդեն տեղադրված են խորհրդարանի կայքում։ Դատախազությունը միջնորդագրում պնդում է, որ փաստական հիմքեր ունի падգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու եւ պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու հոդվածներով քրեական հետապնդում հարուցելու համար։ Անդիմադիր պատիվ ունեմի падգամավոր Տարոն Մարգարյանի դեպքում նշված են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունների չարաշահման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման հոդվածները։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն падգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարող է քննարկվել խորհրդարանի եւ հերթական եւ արտահերթ նիստում։ Ազգային ժողովի հերթական նիստը նշանակված է մարտի 25-ին։ Տեղեկացնենք նաեւ, որ падգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ։ Երեկ տեղի է ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են Գյումրու եւ Փարաքարի թիմ ընտրություններին իրավապահ համակարգի բարեփոխումների ընթացքին առնչվող, ինչպես նաեւ կուսակցական բնույթի հարցեր։ Ուկրաինան համաձայնել է 30-օրյա հրադադարի հաստատմանը, նման կերպ է ավարտվել Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած Միացյալ Նահանգներ Ուկրաինա հանդիպումը։ Դրանից հետո ամենայն հավանականությամբ այսօր կամ վաղը կհանդիպեն Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ներկայացուցիչները։ Զելենսկի-Թրամփ-Վենս լեզվակռվից հետո շատ ժամանակ չանցավ, երբ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահը միջադեպի համար ներողություն է խնդրել։ Այդ ամենին զուգահեռ կազմակերպվեց Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը Սաուդյան Արաբիայում։ Ջիդայի հանդիպման հենց առաջին րոպեներին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը X-ում գրառում արեց, թե հանդիպումը կառուցողական սկսվեց եւ իրենք շարունակում են աշխատանքը։ Դրանից առաջ նախագահ Զելենսկին էր գրել, թե հույս ունեն գործնական արդյունքների հասնել։ Նա անձամբ էր Սաուդյան Արաբիա մեկնել։ Գործնական արդյունքները հայտնի դարձան արդեն հանդիպումից հետո, երբ հրապարակվեց համատեղ հայտարարությունը։ Ուկրաինան համաձայնեց 30-օրյա անհապաղ հրադադարին։ Ուկրաինան հայտարարեց, որ պատրաստ է ընդունել Միացյալ Նահանգների առաջարկը հաստատելու 30-օրյա անհապաղ եւ ժամանակավոր հրադադար, որը կարող է երկարաձգվել կողմերի միաժամանակյա իրականացմամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կհաղորդի Ռուսաստանին, որ խաղաղության հասնելու համար վճռորոշ գործոնն այդ երկրի փոխադարձ քայլերն են։ Երկու պատվիրակությունները համաձայնեցին նշանակել իրենց բանակցային թիմերին եւ անհապաղ սկսել բանակցությունները Ուկրաինայի երկարատև անվտանգության ապահովմամբ կայուն խաղաղության հասնելու համար։ Դրան առանձին մեկնաբանությունում անդրադարձավ նաև Միացյալ Նահանգների պետքարտուղարը։ Ուկրաինացիները պատրաստ են դադարեցնել մարտերը, նրանք պատրաստ են դադարեցնել կրակոցները, նրանք պատրաստ են նստել սեղանի շուրջ։ Այս առաջարկները կփոխանցենք Ռուսաստանին եւ որ այժմ գնդակը Մոսկվայի դաշտում է։ Բլումբերգը նշել էր, որ Ուկրաինայի հարցով գլխավոր բանագնաց Ուիտքոֆը կարող է մարտի 13-ին Մոսկվա մեկնել։ Մոսկվան սա ոչ հերքել, ոչ հաստատել էր։ Համատեղ հայտարարությունում նշվեց նաև, որ Միացյալ Նահանգները վերականգնում է ռազմական օգնությունը Ուկրաինային։ Միացյալ Նահանգները անհապաղ կվերացնի հետախուզական տվյալների փոխանակման դադարը եւ կվերսկսի անվտանգության աջակցության տրամադրումը Ուկրաինային։
Ռուս-ուկրաինական համատեղ հայտարարության հաջորդ կետը վերաբերում է հանքային ռեսուրսների համատեղ օգտագործմանը։ Երկու երկրների նախագահները համաձայնեցին հնարավորինս արագ ստորագրել համապարփակ համաձայնագիր Ուկրաինայի կարևոր հանքային ռեսուրսների զարգացման վերաբերյալ։ Սա կօգնի ընդլայնել Ուկրաինայի տնտեսությունը, փոխհատուցել Միացյալ Նահանգների տրամադրած աջակցությունը եւ երաշխավորել Ուկրաինայի երկարաժամկետ բարօրությունն ու անվտանգությունը։ Հանդիպումից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անձամբ ասաց, թե ռուս-ամերիկյան պատվիրակությունները առաջիկա օրերին կհանդիպեն, ինքն էլ անձամբ կխոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ուկրաինան համաձայնել է հրադադարի, այժմ մենք պետք է ստիպենք նախագահ Պուտինին համաձայնել դրան, որպեսզի կարողանանք այս գործընթացը տեղից շարժել։ Կարծում եմ այս շաբաթ կխոսեմ Պուտինի հետ։ Տանգոյի համար երկուսն են պետք։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահին, ապա Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ պատրաստ է նրան կրկին հրավիրել Սպիտակ տուն։ Կրիստինա Լագուլյան, Հորիզոն։ Ձնահյուսի հետևանքով Արագած լեռան գագաթին կորած իսպանացի լեռնադահուկորդի Դին այսօր առավոտյան հայտնաբերվել է։ Եվս 8 լեռնագնացներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։ Դեպքը տեղի է ունեցել 3 մարտի 11-ից երեկը։ Ահազանգ եղավ, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով 9 անձից բաղկացած իսպանացիների արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ։ Նրանցից 8-ը դուրս են բերվել, իսկ մեկը անհետ կորել է ու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Որն ուղղափրկարարական աշխատանքներին 3 ողջ օրը ներգրավվեցին 51 փրկարարական ծառայող, Արագածի ՀԵԿ-ի 1 աշխատակից, Ալպինիզմի եւ Լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից 4 ալպինիստ եւ Armenian Helicopters ընկերության 2 ուղղաթիռ։ Օրվա տարբեր ժամերին պաշտոնական հաղորդագրություններով տեղեկացվում էր, որ անհետ կորած լեռնագնացին փնտրելու աշխատանքները շարունակվում են։ Լեռնագնացների խմբի փրկությանն ուղղված ջանքերին ուշադիր հետևում էր Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը, ով այս մասին Ցանցի X-ի հարթակում գրառում կատարեց։ Շնորհակալ եմ Հայաստանի իշխանություններին, Արարատ Միրզոյանին համագործակցության համար։ Հյուպատոսական շտապօգնության ստորաբաժանումը մոբիլիզացվել է մեր քաղաքացիներին ամենայն աջակցություն ցուցաբերելու համար։ Ուղղաթիռի միջոցով Արագած գյուղ տեղափոխվեցին Իսպանիայի թագավորության տուժած 8 քաղաքացիների։ Վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվեցին բժշկական կենտրոններ։ Իսպանացի լեռնագնացները Հայաստան էին եկել դահուկներով սահելու։ Այս եւ օրվա վատ հիշողությունների մասին արդեն հիվանդանոցում պատմեց տուժողներից մեկը։ Մենք հասնում ենք Գագաթ, երբ ձնահյուս սկսվեց։ Այդ ողջ ձյունը լցվեց մեզ վրա եւ մոտ 400 մետր ձնահյուսի մեջ գլորվել ենք։ Չգիտեմ ինչ ասել։ Ուզում եմ միայն շնորհակալությունս հայտնել մեզ փրկելու համար։ Այսօր վատ օր էր մեզ համար։ Արագածի գագաթին կորած իսպանացի լեռնադահուկորդի որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվեցին այսօր առավոտ կանուխ, ժամը 6-ին։ Ցավոք, ժամը 10:15-ին փրկարարները հայտնաբերեցին որոնվող իսպանացի լեռնադահուկորդի Դին։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Այսքանը կհանդիպենք ժամը 18-ին առայժմ։